Ինչպես պարոն Մինասյանը նշեց, պետք էր բովանդակային իրապես քննարկում ծավալել, որը որ այնքան էլ լավ չստացվեց, եւ ես իմ մասով կարող եմ ասել, որ կոմպլեքսներ երբեք չեմ ունեցել բովանդակային քննարկումների մեջ մտնելու, առաջարկներ ներկայացնելու եւ ընդհանրապես փորձելու ազդել իրականացվող քաղաքականության վրա։ Ուղղակի կարելի էր ավելի լավ դեբատ կազմակերպել, բայց այն ինչպես միշտ չի ստացվում, որը մեր քաղաքական համակարգի խնդիրներից մեկն է։ Ամբողջ դեբատը անցյալի եւ ներկայի մասին էր։ Ապագայի մասին շատ հնարավորինս քիչ բան, բայց մինչդեռ ժամանակական բարեփոխումները ապագայի մասին պետք է լինեին։ Ապագայում ինչպիսի Հայաստան ենք մենք ցանկանում ունենալ, դրա մասին պետք է լիներ, որը որ կրկին անգամ մենք շանսերը հնարավոր է որ բաց ենք թողնում։ Ես կարծում եմ եւ հիմա էլ չեմ փոխել։ Կարծում եմ եւ հիմա էլ չեմ փոխել կարծիքս, որ հնարավոր է տեքստի վրա ազդել, այսինքն հասարակական կոնսոլիդացիա պետք է ապահովվեր տեքստի վրա ազդելու առումով եւ ավելի լավ տեքստ ունենալու եւ ոչ թե կոնսոլիդացիա ապահովել կրկին սև ու սպիտակի բաժանվելու եւ ինչ որ ճակատային պատերազմներ մղելու առումով։ Ինչը որ ըստ էության ետ է մղում բարեփոխումների ամբողջ օրակարգը եւ ամեն մի կողմը մնում է իր նախկին դիրքորոշմանը։ Ասվում է, որ կիսանախագահական համակարգը մենք փորձում ենք փոխել եւ անցնել խորհրդարանական համակարգի։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ թե կիսանախագահական համակարգ է, խոսքը իրական սահմանադրության մասին է եւ ոչ թե թղթի վրա սահմանադրության, մենք ունենք սուպերնախագահական համակարգ։ Հիմա առաջարկում է սուպերնախագահական համակարգը փոխել խորհրդարանական համակարգի։ Ես միշտ ասել եմ, որպես եվրոպական մոդելի երկրի ջատագով, ես կարծում եմ, որ խորհրդարանական համակարգը ավելի մեծ ժողովրդավարական հնարավորություններ է տալիս պետական կառավարման առումով, ուղղակի այստեղ մի խնդիր կա։ Խորհրդարանական կառավարման համակարգում շատ կարևոր է հակակշիռների մեխանիզմների հստակ եւ որոշակի ամրագրումը մայր փաստաթղթում, որը որ հնարավորություն կտա հետագայում կառավարությանը միշտ պահել խորհրդարանական հսկողության ներքո։ Ինչի հետ կապված մտահոգություններ կան եւ կային եւ այդ մտահոգությունները ես հնարավորինս բոլոր մակարդակներում, թե իմ կողմից վարվող ռադիոհաղորդման շրջանակներում, թե գրավոր, թե բանավոր, թե հարցազրույցներով, թե պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ես դրանք բարձրացրել եմ։ Այդ խնդիրները ներկայացրել եմ եւ հանձնաժողովը հիմնականում տեղյակ է դրանց մասին։ Տեսեք, ես հասկանում եմ, որ գոյություն ունի սկզբունքային մի քանի հարց, որոնց վերաբերյալ առաջարկներ անելը ըստ էության մի քիչ անիմաստ է դառնում։ Սկզբունքային հարց 1, որի քաղաքական որոշումը կայացված է։ Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման, այսինքն նախագահ ինստիտուտը, ինչպիսին այսօր ունենք, դա վերացվում է։ Դա պարզա հասկացանք, եղավ, ապրեք, համաձայն ենք, ասենք։ Երկրորդ հարց սկզբունքային, որ ընդդիմությունը տասնյակ տարիներ լոբինգ է արել։ Վերացնել մեծամասնական ընտրակարգը, դա սկզբունքային հարց, դա հասկացանք, ապրեք, եղավ, դա փոխեցիք, չնայած ես մեծ հաշվով լուրջ առարկություններ ունեմ մեծամասնական ընտրակարգը վերացնելու հետ կապված եւ պարոն Մարտիրոսյանը նշեց դրա մասին, բայց դա էլ հասկացանք, երկու սկզբունքային հարց կա։ Այդ սկզբունքային հարցերի վերաբերյալ ես առաջարկներ փորձելու եմ չներկայացնեմ, չնայած առաջարկների փաթեթի մեջ կա մեծամասնականի վերաբերյալ իմ առաջարկները, որը որ իմ տեսլականն է։ Վաղը մյուս օրը հնարավորություն կլինի փոխել համակարգը, ես այն ժամանակ կասեմ, որ ես 15 թվին էլ եի ասում։ Հա, բայց գնանք առաջ։ Բազմաթիվ հարցեր կան, պարոն հարգելի հանձնաժողովի անդամներ, որոնց հետ կապված ես չեմ կարողանում հասկանալ ձեր անդրդվելի լինելը, որ մենք առաջարկները ներկայացնում ենք, հաստաբանական համայնքը ներկայացնում է, տարբեր իրավապաշտպան խմբեր ներկայացնում են, եւ չեմ հասկանում այդտեղ սկզբունքայինությունը քաղաքական որոշումների առումով, ինչի դա, ասենք, չի փոխվում։ Այդ հարցերը որ բարձրացնում ենք, չենք բարձրացնում, որ դուք ասեք, որ հա, որ մենք գրել ենք այս ձևով, որովհետեւ մենք մտածում ենք սենց։ Դուք մտածում եք նենց, բայց կան մարդիկ, օրինակ մեկը ես, որ մի 10 տարի գոնե դատարաններում մարդկանց իրավունքները պաշտպանել եմ։ Դուք տեսել եք դատարան, որտեղ որ գնաք, ձեզ կարգադրիչը չթողնի ներս մտնել, ասենք, Տաուշի մարզում կամ չգիտեմ, Սյունիքի մարզում։ Ես եղել եմ տես դատարաններում։ Դուք տեսել եք դատավոր, որ բան ասեք չլսի, ինչ միջնորդեք մերժի, քնի նիստի ժամանակ։ Ես այդ սաղ տեսել եմ։ Հիմա այդ մտահոգությունները կա, ասում ենք, այս ձևի խնդիրներ կան։ Դուք սահմանադրական նորմերը անգլերեն ասած մեկնաբանում եք in good faith, բայց այս իրավիճակում, այսինքն բան, չգիտեմ ոնց ասեմ, բարի նպատակներից ելնելով եք դուք մեկնաբանում այս դրույթները, որը շատ լավ է, բայց իրական իրավակիրառողները այդ ձևով չեն մեկնաբանելու վաղը։ Հետեւաբար այդ մտահոգությունները, որոնք որ մենք ունենք, ասում ենք փոխեք, եկեք վերանայենք։ Հիմա հարց կա, սեփականության իրավունքի հետ կապված կարող է մի քիչ համաձայն լինենք, որ ասենք սահմանադրական այսօրվա կարգավորումը
չգիտեմ, այնքան էլ ասում եք լավը չի, որովհետև ասում եք, որ ամեն դեպքում դատական ստուգման պետք է ենթարկվի սեփականազրկումը, դրա համար մենք գտնում ենք, որ պետք է դա վերանայել։ Հիմա մենք ունենք մի արատավոր պրակտիկա, մարդկանց սեփականությունը, անձնական հաշիվները առանց դատական ստուգման դրվում են արգելանքների տակ, հետո բռնագանձվում են։ Հիմա այդ պրակտիկան մտավախություն կա, որ սահմանադրականացվում է։ Դա իմ կարծիքով այսօր էլ հակասահմանադրական է, չնայած սահմանադրական դատարանի մայիսի 25-ի որոշման։ Հիմա ես հարց եմ տալիս պարոն Պողոսյան, դուք ասում եք, բայց սահմանադրական դատարանը այսպեսի մոտեցում ունի, դա համար մենք այսպես ենք գրել։ Սահմանադրական դատարանը նաև մոտեցում ունի, որ համապատասխանական ցուցակների առաջին 3 տեղերը կարող են դուրս գալ ֆրակցիաներից, մյուսները ոչ։ Բայց դուք այլ մոտեցում եք որտեղ գրել փաթեթում, ասում եք բոլորը կարող են դուրս գալ։ Այդ ո՞նց է որ մի դեպքում սահմանադրական դատարանի մոտեցումը հաշվի չի առնում, երկրորդ դեպքում հաշվի է առնվում։ Ես կարծում եմ սահմանադրական դատարանը հիմք է ընդունել, ես այդ որոշումը լավ գիտեմ, նաև պարոն Հարությունյանի հետ եմ խոսել, Եվրոպական դատարանի մի նախադեպ, որտեղ ասվում է, որ եթե ընթացակարգերը պահպանված են մարդու իմանալու, մարդու ծանոթված լինելու, եւ նա համաձայն է այդ ամբողջ process-ի հետ, եւ վերջում ինքը չի բողոքարկել ու այդ սեփականությունը սահմանափակվում է սեփականության իրանքով, դա նորմալ է, բայց մեր երկրում դա չի։ Հիմա դա բերվել է սահմանական մակարդակում, ասվում է, որ դա քանի որ եվրոպական փորձը դա է, ուրեմն դա ճիշտ է, դա ճիշտ չի։ Մեր պարագայում մեր իրավակի արողները, մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները այդ մակարդակում չեն գտնվում։ Հավաքների ազատության հետ կապված բազմիցս ասել ենք, կրկնում եմ, անմեղության կանխարգելացի հետ կապված 3 անհրաժեշտ կարևորագույն կոմպոնենտները կարծում եմ պետք է պահպանվեն։ Մերձավոր ազգականների դեմ ցուցմունք տալու հետ կապված դուք նշում եք, որ պետք է գրել դեմ, գործող սահմանությունն ասում է վերաբերյալ, մարդը երբ որ ինքը ցուցմունք է տալիս, չգիտի ինքը վերաբերյալ է տալիս թե դեմ, եկեք թողնենք վերաբերյալ, որովհետև դա վաղը մյուսօր շարունակվելու է իրավապահ համակարգում, ես որպես նախկին փաստաբան եմ ասում, դա խնդրեմ է։ Հիմա մենք ասում ենք եկեք թողնենք սուպերնախագահականը, չենք ասում, չէ՞։ Սկզբունքային հարցերին չենք կպչում, չէ՞։ Հիմա այս մարդու իրավունքների գլուխը այս ձևով ներկայացնելու իմաստը որն է, ասում եք միջազգային փորձը թույլ է տալիս, որ դեմ գրվի։ Միջազգային փորձը հասկացանք, բայց միջազգային փորձին համապատասխան մենք չունենք իրավապահ մարմիններ։ Եվ այն դրույթները, պարոն Պողոսյան, ժամանակը շատ քիչ է, որոնք որ կան, որոնք որ ներկայացված են, ես խնդրում եմ, որ քննարկման առարկա դառնան։ Ես պատրաստ եմ բոլոր մակարդակներում քննարկումներին, ես գտնում եմ, որ հնարավորությունը դեռևս սպառված չէ սրանք վերանայելու։ Այսինքն, այս խնդիրները պետք է վերանայվեն։ Մյուս խնդրը, որ այդպես էլ չքննարկվեց, խորհրդարանական կառավարման երկրում առաջնային մանդատ ունեցող падգամավորը ավելի քիչ անձեռնմխելիություն ունի, քան առաջնային մանդատ չունեցող հանրապետության նախագահը։ Ես չեմ հասկանում ինչու է դա այդպես արվել։ Հանրապետության նախագահը անձեռնմխելի է նաև վարչական պատասխանատվության տեսանկյունից, падգամավորը ոչ։ Եվ մյուս հանգամանք, օրինակ Մեծ Բրիտանիայում փաստաբանները եւ լիցենզավորված տարբեր մասնագետներ, որոնք որ ընտրվում են որպես խորհրդարանի անդամ, նրանք կարող են շարունակել իրենց գործունեությունը։ Հայաստանում դա արգելված է։ Եվ այդ արգելված լինելը ըստ էության շատ լուրջ խնդրեմ է, այսինքն մարդը որ բժիշկ է, հիմա չի կարող իրադարձություն անել դրա համար վարձատրվել, բայց լինել նաև падգամավոր։ Եվ падգամավորական մանդատը մշտական լինի։ Եվ ասեմ այստեղ, որ դուք նաև այն դրույթն եք անել սահմանադրությունից գործով, որն ասում է, որ падգամավորը իր ազատությունն իրականացնում է մշտական հիմունքներով։ Ես կարծում եմ, սա շատ կարևոր դրույթ է։ Բազմիցս ասել եմ, падգամավորը նաև քնած ժամանակ է падգամավոր, եւ այդ դրույթից ելնելով եմ ասել։ Մշտական հիմունքներով է իրականացնում, պրոֆեսիոնալ ազգային ժողովի մասն է խոսքը։ Ինչ է այդ դրույթը դուրս եկել, դա էլ ինձ համար անհասկանալի է։ Եվ այս առումով վերջի մի բանը ասեմ, էլի քննարկումների հետ կապված, այս քննարկումները ինձ հիշեցրեցին պետական կառավարման համակարգի աշխատավարձերի սանդղակի բարձրացման քննարկումները։ Երբ որ աշխատավարձի սանդղակի բարձրացման քննարկումների ժամանակ բոլորը դեմ էին, խոսքը գնում է ընդդիմության, ոչ իշխանական ուժերի մասին, հիմա ինչքանով որ հիշում եմ, ասում էին ինչպես կարելի է падգամավորների աշխատավարձը բարձրացնել, չի կարելի նման բան անել, ինչպես կարելի է պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնել։ Ես եկա այս ամբիոնից ասացի ժողովուրդը որ դեմա թող հետո որ կստանա, տա ասենք մանկատներին, ծերանոցներին բան։ Ընդունվեց, հետո բոլորը դրանից օգտվեցին։ Հիմա ես հասկանում եմ, մարդիկ կան դեմ են մի բանի համար, մյուսները մեկ այլ բանի համար։ Եկեք այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որ առաջի հերթին տեքստը լինի գործող սահմանադրությունից ավելի լավը, եւ այդ մեխանիզմներից վաղը բոլորն են օգտվելու։ Անկախ այն հանգամանքից, թե ով է դեմ, ով է կողմ։ Եվ քննիչ հանձնաժողովների իմ այն միտքը, որ պետք է գրվի, որ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները կարող են կանչել պետական բացասության պաշտոնատար անձանց հանձնաժողով եւ հարցեր տալ եւ նրանք պարտավոր են ներկայանալ, այդ դրույթը պետք է անպայման նախատեսվի, պարոն Պողոսյան։ Դուք նշել եք, որ կարող է տեղեկատվություն պահանջել, ես գտնում եմ, որ տեղեկատվություն պահանջելը ինքնըստինքյան կա եւ դրա կարիքը այսօր չկա, որովհետեւ մենք այսօր տեղեկատվություն ստանում ենք, բայց մենք արխիվ ուսումնասիրող չենք, մենք ուզում ենք հարցեր տանք։
պաշտոնյաներին, որ այսօր այդ հնարավորությունը ըստ էության չունենք։ Ես պատրաստ եմ քննարկումների